Իսկ քարտեզը տեսել են, քարտեզը տեսել են, ինչ քարտեզ ենք ունեցել։ Պարոն Քոչարյան, բայց հստակ հարցադրում է անում Նիկոլ Փաշինյանը, ինչու եք դուք միլիոնատեր։ Որովհետև նախ քիչ առաջ ասացի, այդ ամեն ինչի հետ կապված, ասել եմ, կա գործ, որի շրջանակներում ամեն ինչ կոպեկ առ կոպեկ երևալու է եւ ցույց է տրվելու, բայց ինչի ենք, որովհետև վաղ հասակից եղբայրս ինչ որ տարեկից ես զբաղվել ենք բիզնես գործունեությամբ։ Սա չի եղել օրենքից դուրս։ Ես չգիտեմ ինքը ինչ թվեր ասում, անկեղծ իրանց թվերը ոնց են հաշվում, ես միլիոնատեր չեմ եղել 20 շատ հեռու եմ եղել միլիոնատեր լինելուց։ Հիմա այս ամեն ինչը, որ ինքը հարցնում է, սրա համար կա իրավական ճանապարհ, որ իրավական ճանապարհը իրենք այդ հարցադրումը արեն։ Իհարկե այնտեղ էլ շատ այսպես ապօրինի է շատ բան, բայց այս է այդ հարցի պատասխանը։ Ես հիմա չեմ կարող այստեղ գամ, նստեմ 2 ժամ, նստեմ բացատրեմ ինչը ոնց, որ իրանք էլ ըստ դրա հետո փորձեն գնա դատարանում, ըստ դրա հարմարացնեն, փորձեն, որովհետև արդար գործընթաց չի սա, այսպես որ իրանք միլիոնատեր դարձել։ Ես չգիտեմ, գիտեք, կա ինչ որ ընդհանրապես ոնց են հաշվում։ Օրինակ այստեղ գալիս շուրթվեր են, չէ՞, ասում։ Ես գաղափար չունեմ այդ ինչ ձով են հաշվում, ոնց են ասում։ Այսինքն դու պայմանական ունես ինչ որ գույք կամ ինչ որ ընկերության մեջ մասնաբաժին, որը ժամանակի հետ կարող է իր արժեքը բարձրանում։ Ես չես նստում դու ամեն օր հաշվում քո ինչ որ մասնակցություն ընկերությունում այդ պահի դրությամբ ինչ արժեք է իրանից ներկայացում։ Դրա համար ես դժվարանում եմ այդ հարցի պատասխանել։ Իսկ մնացածը ինչ կա ինձ մոտ կոնկրետ հայտարարված է, այստեղ ոչ մի բան չկա, այսպես գաղտնի։ Երբ որ արդեն իրավական գործընթացներ, երեք որ արդեն իրավական գործընթացներ կային, դե չտվեցիր։ Դրան զուգահեռ նաև Փաշինյանը ամբիոնից կրկին, չնայած իրավականին կար, բայց կրկին այնտեղից ասում էր ես դատելու եմ, կզացնելու եմ, այս խոսույթը ինչ է հուշում, այսինքն երբ որ իրավական գործընթացը զուգահեռ գնում է, ինչու է ամբիոնից քաղաքական նույն տեքստերը ասում, ինչի մասին նախընտրական շրջանում էլ ենք լսել։ Տեսեք, ես կարծում եմ ինչ է ասում, շատ ճիշտ հարց եք տալիս, ինչ է ասում, էլ օրինակ երկրի փաստացի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ամբիոնից ինչ որ ասում կզացնելու եմ, նստացնելու եմ ու նեզրկելու եմ։ Ես էլ եմ փորձում այդ հարցի պատասխանը գտնել, որովհետև սա ոչ մի նորմալ տրամաբանության մեջ, ժողովրդավար երկրի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Երևի թե մտածում է, որ այդ իր խոսքը ունի սպառում, ունի ընկալում իր ընտրազանգվածի որոշակի հատվածի մոտ, այսինքն նրանց սրտով է դա, ու դրա համար դա ասում է։ Չի արդեն հրահանգավորում։ Ինքը թքած ունի, կներեք, ինքը թքած ունի, որ իրավական առումով այդ իր խոսքերը հետագայում էս իրավական գործընթացներով Եվրոպական դատարանի վեճերում լուրջ գործիք է լինելու մեր ձեռքում, ցույց տալու, որ սա քաղաքական հետապնդում է ամենաուղիղ ձևով։ Բայց ինքը թքած ունի այդ ամեն ինչի վրա։ Ինքը իմիջիալից հիմնականում այդպես է գործում։ Այդ պահին խնդիր լուծելու համար։ Այս պահին պետք է սա ասել։ Ինքը կասի թքած ունի, հետո Հայաստանը դրա պատճառով ինչ որ մաս կտրվի Հայաստանի, ժողովրդավարությունը կտուժի, վատ զեկույցներ կլինեն, տնտեսությունը կտուժի։ Մեծ հաշվով տնտեսության առումով ինչ է եղել։ Իրանց չգիտեմ, անհեռանկար մի քիչ մեղմ ասել, բայց առնվազն անհեռանկար հիմար քայլերի արդյունքում այսօր շատ տնտեսվարողներ, գյուղացիներ ունեն խնդիրներ։ Ու ինչի պատճառով։ Հա, մեկ էլ գալի կանգնում ասում են, մենք սուբսիդավորում ենք այսքան միլիարդ դրամ։ Բայց այդ գումարը կարող է իշտեղ չէ՞ ուղղել։ Այսինքն այդքան գումարը, որ դուք հատկացնում եք, հորդ տնից չես բերում։ Հարկատուների բյուջեի փողերն ես դուք բերում, սուբսիդավորում մարդկանց այն խնդիրը, որը դու ես ստեղծել։ Ինչի համար, եթե այդ գումարը կարար ուղղվեր, որ մի հատ էլ հպարտությամբ ասում եմ, մենք սուբսիդավորում ենք միլիարդավոր դրամներով։ Այդ գումարը կարող ուրիշ բանի վրա ուղղվեր։ Ինչի՞ ես դու այդ հիմարությունը արել, որ այդ մարդիկ խնդիր ունենան, որ մի հատ էլ մտածես գնաս իրանց փող տաս, հանկարծ ցույց չանեն քո դեմ։ Պարոն Քոչարյան, երեք ձեզ պատկանող ինչ որ շատ տարածքներում նաև փակվեցին, հա, այդ տարածքները քննչական գործողությունների ժամանակ։ Հիմա բոլոր, չգիտեմ, ընկերություններ կամ կազմակերպություններ ոնց ձևակերպեմ, դրանք բաց են, այնտեղ բնականոն աշխատանք է, ընդհանուր թե այսօր էլ կան ինչ որ քննչական գործողություններ։ Ես տեղակ չեմ, անկեղծ տեղեկություն չունեմ, կարծեմ չկան, ինչ որ բաներ փակվել են, ու այդպես մնացել են, չգիտեմ դրա իմաստը որն է, ասենք փակելու։ Այդ ամեն ինչ միևնույնն է, պես կալանքի տակ է, չես կարող դու տարել։ Իսկ բիզնեսը աշխատում է, մարդիկ ինչ որ աշխատավարձ են տեղից ստանում, իրանց տներն են պահում, գնալ փակել են նույնը Ծառուկյանի դեպքում չարեցին։ Անկեղծ իմաստը չեմ հասկանում, հա։
Այս բանը չեմ կարող ասել, այս բանը չեմ կարող ասել։ Քոչարյան, դուք հակակոռուպցիոն դատարանում ընթացող Իսկ հերոյին բիզնեսից իսկապես չեմ տիրապետում։ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատապրոցեսի ժամանակ պարոն Քոչարյան համոզված եք, որ ապացուցելու եք ձեզ պատկանող, այսինքն այն ամբողջ ցանկը, որը ներկայացված Ամբողջությամբ։ Քոչարյան, դուք երեք եւ արդեն այսօր հրավիրվել եք հարցաքննության այդ գործի շրջանակում, թե ոչ ինչպես նաեւ ձեր Ես որևէ կարգավիճակ չունեմ այդ գործով, չգիտեմ, նման հրավեր դեռևս չեմ ստացել, չէ, քույրս էլ չեմ։ Պարոն Քոչարյան, ներողություն եմ խնդրում, իսկ դուք որևէ գույք ապօրինի ծագմամբ, ինչը Քոչարյան ընտանիքին է, վերադարձրել եք պետությանը։ Ինչ պետք է հասկանում եք, ձեր հարցադրումն է արդեն մեղադրական։ Դուք նախ ես չեմ գտնում, չէ, ես դες հասկանում եմ, որովհետև դուք եք ապացուցելու, ես ուզում եմ իմանալ, դուք բոլորի մասով եք պատրաստվում դատարանում, այսպես ասեմ, կռիվ տալ, դրա համար եք վերադարձել։ Այդ կռիվը գիտեք, որ երբ որ ասում են վերադարձնել, ու արդեն կանխավարկած այնա, որ ինչ որ մի բան սխալ է, ու պետքա վերադարձնես, չէ, ոչ մի բան սխալ չի, որ մի հատ էլ վերադարձնես։ Ուղղակի էս հա քաղաքական հետապնդում է, սրա մեջ ենք ապրում արդեն 8 տարի, ու այս պայքարը չի դադարելու, այստեղ վերադարձնելու հարց չկա։ Վերադարձնում ես մի բան, որը քոնը չէ, որը քոնն է, դու պահում ես, փորձում ես ցույց տաս իրավական ճանապարհը, որ դա մի խոսքով եք մաս։ Մի լրացուցիչ հարցել, երեք վարչապետն ասում էր, որ 8 տարի է ինքը վարչապետը միլիոնադեր չէ, դուք ձեր հայրը 10 տարի եղել է նախագահ եւ միլիարդներ է դիզել, ընտրում էր բացատրել ինչպես է ստացվել, իր դեպքում միլիարդատեր չէ, դուք միլիարդատեր եք, դուք ունեք այդ հարցի պատասխանը, կարող եք հիմնավորել։ Ինչպես է որ ես չեմ հաշվել ինքը ինչ ունի, ինչ չունի, թե իրականում ամեն դեպքում ձեզանից ասма թե իրականում ինչ կա, այդ հետագան ցույց կտա, էլի, հետագա ընթացքը հերձումը ցույց կտա, թե իրականում ով ինչքան գումար ու ինչ ունի, էլի, որովհետև այն ինչ մեր երկրի հետ կատարվեց վերջին 8 տարիներին, գիտեք, շատ ուրիշ հարցերի ու կասկածների տեղիք է տալիս։ Այն վնասը, որ տվել է Նիկոլ Փաշինյանը մեր երկրին, հայկական շահին, ընդհանուր նաև արժեքի տեսքով Արցախի մնացածի այն կորուստները, որ մենք գնացել մարդկային կյանքերը գնահատել էլ չի, դա չես կարող բանով հաշվել, էլի, բայց այն վնասը, որ տվել է, դա ուղղակի ինչքան էլ էս կոռուպցիաներից խոսան, միլիարդներ են խոսում, բան, ընդհանրապես համեմատելի չի այն վնասի հետ, որը Նիկոլ Փաշինյանը տվել է մեր երկրին։ Ես գիտեմ, որ դուք միշտ ուզում եք ունեցվածքի Որ հարցս դրան էր, բայց անընդհատ այ միշտ է որ ինքը միլիոնադեր չի, միլիարդատեր չի, բայց ես էլ ասում եմ, որ ես ձեր ասածը ես չեմ կարող հաստատել։ Գիտեք, խոսում եք, ասում եք ինքը էսպես ասեց։ Քանի օրինակ ձեզ բերեմ, քանի օրինակ ձեզ բերեմ, երբ որ ինքը ինչ-որ մի բան ասել է, սուտ ասել։ 8 տարվա մեջ։ Իհարկե ունեմ, ես իր ամեն ասածի հետ կասկած ունեմ։ Ես չեմ կարող, բանական մարդը չի կարող իր ասածների հետ կասկած չունենալ։ Եթե մի մարդ խաբել է ոչ թե 1, 2, 3, 4, 5, այլ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամներ, ես ոնց կարող եմ իր ասածների հետ կասկածներ չունենալ։ Պարոն Քոչարյան, բայց ոնց է ստացվել, գուցե դուք բարձրաբանեք, որ կասկադում այդ էժան հողը վերցել եք, բայց 1.7 միլիարդի օգուտ ունեցել։ Այդ իրավական մասերը ես հիմա չեմ մեկնաբանելու։ Ընդհանուր գործը ու մոտիվացիան այս գործի ընթացքը ամբողջությամբ քաղաքական է։ Ես վստահեցնում եմ ձեզ, եթե այս նախաքննական գաղտնիքը չլինի, այդ ամեն ինչի բացատրությունը շատ բան կա։ Հիմա դուք ինձ, բայց իրավական գործի մեջից ինչ որ բաներ եք հասցնում, որի ես չեմ կարող հիմա պատասխանել։ Ես այդ ձեր արած բնդմանը ես չեմ կարող արձագանքել, որովհետև դրան չեմ տիրապետում։ Բայց ես գիտեմ, որ տարածած հաղորդագրությունից հատված։ Տարածած հաղորդագրության հատվածը, գիտեք էլ ինչեր կա տարածած հաղորդագրություն, ձեզ թվում է ինչ տարածած հաղորդագրությունն է, դա այսպես հալածյով է, չէ։ Իսկն այդ մասը իրավական այս ամեն ինչի ես անկեղծ չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Կասկադի էժան հողը։ Ես չգիտեմ, հաջա։ Դե այստեղ է խոսում, ես այստեղ խոսամ։ Երկրորդ նախագահի տնից ինչ են արգրավվել քննչական գործողությունների արդյունքում։ Երևի ինչ որ հեռախոս բան նման բաներ, նորմալ չգիտեմ։ Դեռ հիվանդանոցում է, պարոն Քոչարյան։ Շնորհակալություն։